Բարև եմ։ Որ բարևիք եք։ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, նայեք, քննչական կոմիտեն այսօր արդեն հայտնեց իրական գործի մասին, դուք շարունակեցիք պնդել, որ տեղեկությունը կեղծ է։ Հիմա հասանելի է Ռուսաստանի իրավաբանական այդ ռեգիստրի կայքը, որտեղ նշված է ձեր անուն, ազգանուն, հայրանունով անձի անվան դիմաց Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ տեղ գտած տվյալները ձեզ հետ կապ չունեն, Չէ, տենց խնդիր չկա։ Մենք փաստաբանները դիմել են արդեն, իրավաբանները դիմել են, որ պատասխան տրվի այնտեղից, տենց խնդիր չկա, մի անհանգստացեք, այդպիսի խնդիր չկա։ Այն անուն, ազգանուն, հայրանունով անձը, որ այդտեղ ընկերության բաժնետերը դուք չեք։ Չգիտեմ ինչի մասին է կոնկրետ խոսքը, բայց կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Պարոն Կարապետյան, այսինքն իրավաբանները կեղծել են։ Քննչական կոմիտեն ասում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ դիտավորությամբ քննչական կոմիտեն ասում է, որ դիտավորությամբ թաքցրել է այլ քաղաքացիություն ունելու կամ ունեցած լինելու մասին տեղեկություն։ Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, ինչի վրա է գրազ գալիս, որ ես չեմ ունեցել երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն։ Խնդրում եմ, ով որ այդպեսի բան ասում է, եթե բարձվի հակառակը պատրաստ է հրաժարական տալ։ Պարոն Կարծնեք Կարապետյան, իրենց։ իրավաբանները կեղծել են։ Իրավաբանները դիմել են, ում են դիմել եւ ինչի համար։ Ամենանավանակությամբ երևի այդ երկրի դեսպանատուն, որպեսզի Այո, հայցեր ներկայացել եք, քանի հոգու հանդեպ, եթե հա։ Ինչ է։ Հայցեր արդեն ներկայացել եք եւ Մինչև երեկո կհրապարակենք, կարծում եմ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիներ, որոնք պաշտոնյա չենք ուզում իրենց դեմ ներկայացնենք, որովհետև մարդկանց ֆինանսական խնդիր չպատճառենք, ամեն դեպքում իրենք մոլորության մեջ են, բայց ԿՊԱ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվելու են։ Դատական process-ը որպեսի ցուցակից ես հանել այսպես ասած, որովհետև ըստ օրենքի քաղաքացի Կարծում եմ այդպիսի խնդիր չկա, որովհետև այդպիսի հարց չկա։ Վստահ եղեք, խնդիր չի դա, բայց վարույթը երևի ինչ որ ուշադրություն շեղելու համար է իրենց վերջի օրերի պայլաձևի արդյունքը։ իրավիճել են հարցակնության, ներգրավել են որևէ։ Իրավաբանները, այսինքն պարոն Կարապետյան, ստացվում է, որ փաստաթուղթ են կեղծել, որտեղ ըստ քննչական կոմիտեի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը փաստաթուղթ ունի իր ձեռքի տակ, որը ներկայացրել են իրավապահ մարմին եւ ձեր հանդեպ քրեական։ Մերի ջան, ընդհանրապես չեմ պատկերացնում ինչ հարց է, կարող ենք դիմել այդ երկրն է յուրաքանչյուր երկրի, ես մեր որովհետեւ ըստ էության զրպարտության հայց կա այստեղ։ Կարծում եմ քաղաքացիություն ունենալը զրպարտություն չէ, բայց եթե քննչական կոմիտեն մինչև երեկո չհերքեց, մենք արդեն մինչև երեկո կամ 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը, ունենալու է դատական հայց է գնալու իրենց դեմ, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել, հմեկով էլ որտեղ եք, հմեկով էլ դրել գրել էին։ Այսինքն դուք դիմել եք Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն Հայաստանի, երևի դեսպանատուն, որ ինչ ինֆորմացիա որ երկրի քաղաքացի։ Այո, Ինչքան ժամանակում մեկ օրում պետք է որ 1-2 օրում պետք է որ լինի։ Պարոն Կարապետյան, այդ ընկերությունը պատկանում է ձեր ընտանիքին, թե ոչ, որտեղ ձեր Ես մի քանի երկրներում ունեմ սեփականություն, ընկերություններ, կան ընկերություններ, որի սեփականատերն եմ, բայց քաղաքացիության խնդիր երբեք չեմ էլ ուզել ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալ, որովհետև միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանի Հանրապետությունում, չնայած այլ տեղեր գործունեություն ծավալել ենք, բայց Հայաստանում եմ տեսել ու հատուկ որևէ երկրի քաղաքացիություն չեմ ուզել վերցնել։ Պարոն Կարապետյան, եւ կնեք, քննչական կոմիտեն, որ ասում է անհերքելի ապացույցներ կան, չէ՞ կարծում, որ այնուհանդերձ իրենք իրանց ձեռքի տակ ինչ-որ փաստեր ունեն։ Իրակոսյան, դուք կարող եք իմ խոսքերի վրա միշտ վստահ լինել, եթե ինչ որտեղ անգամ անճշտություն լինի, ես ձեզ առաջինը կասեմ, իսկ այն մարդը, ով այդպիսի բան է ասել, խնդրում եմ, ես իր հետ կարող եմ գրազ գալ, եթե բարձվի հակառակը իր անհերքելի ասողը, թող հրաժարական տա։
կապիտալի հետ կապ ունի։ ծանոթ ընկերություն է, բայց ամենայն հավանականությամբ Այսա Մոսպրոմ էքսպլուատացիա։ Սա ձեր բաներ, ձեր Այսինքն ներողություն, որը նաև Տաշիրի ընկերություններն է ներկայացված, Սամվել անունով, Սուրիկ անունով մի մարդ կա։ Այդ դեպքում այս ընկերության բաժնետեր է որպես նշվում Նարեկ, այսինքն դա ոնց կբացատրեք։ կարծում եմ ինչ որ կա անճշտություն, չգիտեմ, բայց այդպեսի խնդիր չկա։ Դուք սեփականատեր եք։ Ձեր անունը հայտնվել որպես այս Չէ, ընկերության բաժնետեր որպես չէ, բայց քաղաքացիության այդ մասը սխալմամբ է ամենայն։ Բաժնետեր եք։ Պնդում եք, որ եղել եք Այնտեղ բան է, մի քանի ընկերություններ են բաժնետեր։ Պնդում եք, որ միշտ եղել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ վերջ, երբևէ որևէ Այո։ Ով հակառակն է բարև ձեզ, ով հակառակը կուզի ասել, կարող եք այս անգամ էլ գրած գալ իրենց հետ։ Ընտրական հանձնաժողովի ձեզ հետ կապվել են, հարցեր տվել են որևէ։ Ոչ։ Մի բան էլ ասեմ, նաև կարող ենք այն մարդկանց հետ, ովքեր դա ասում են, ես ռեալ կարող եմ գրած գալ, ուղղակի այդ գրազի միջոցները ուղղվի, եթե Սևանի հոգեբուժարանը ցանկություն ունենա, Սևանի հոգեբուժարան, եթե չէ, մենք պատրաստ ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, բարդություններ ունեցող, կանանային սրացումներ ունեցող մարդկանց ապահովել անվճար դեղորայքով, որպեսզի նրանք վտանգ չներկայացնեն այն մարդիկ, ովքեր ապացուցված արդեն վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, վտանգ չներկայացնեն։ Պատրաստ ենք անել եւ կարծում եմ, որ լավ է, որ այդ մարդիկ այդպիսի բաներ են ասում, մենք պատրաստ ենք դրանով կաջակցենք նաեւ մեր հասարակության Ավանեսյանը նաև անդրադարձել էր դրան, ասում էր քաղաքական շարունակումների առիթմի ստեղծեք Սևանի հոգեկան առողջության կենտրոն այնտեղ։ Ավանեսյանին ես միշտ դրական եմ վերաբերվել, ճիշտը որ ասեմ, բայց այս վերջերս նա վերածվել է ԿՊԱ-կան քարոզիչների ամենա տխուր կրկնօրինակի, ցավոք, բայց իր կերպարը մենք համարել ենք որպես պրոֆեսիոնալ երկրում պրոֆեսիոնալ փոփոխություն անողի կերպար, ցավում եմ դրա։ Փաշինյանը ի դեպ Մայրենի դասընթացներ կազմակերպելու ծրագրեր ունեք, թե ոչ։ Տեսեք, մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է, պարոն Կիրակոսյան։ Մենք օրինակ ես բարեգործականը հայոց լեզվի, հայերեն իմացության դասընթացներ։ Մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է։ Ունեցել է իր ժամանակաշրջան, իր տարբեր զարգացման ժամանակաշրջաններ։ Օրինակ, մենք խոսում ենք մի բարբառով, բարբառային շատ, որը հայ ժողովուրդը խոսացել է 1500 տարի։ Ես կարողանում եմ խոսել այնպիսի բարբառով, որը մեր մատյանների մեջ միջնադարի իմ բարբառով է գրված։ Եթե ցանկություն լինի իրար հետ գնանք մատենադարան, այնտեղ շատ մատյաններ կան, որ ես իմ բարբառով, մուժ քաղաքի բարբառով ես կհասկանամ, դուք չեք հասկանա։ Դեռ հարցը, որ հայերենն է ավելի հին, մենք տարբեր հայկական խոսույթներ ենք տիրապետում եւ ես գնահատում եմ բարբառների իմացությունը որպես արմատներին ծանոթ լինելու կարևոր հատկություն։ Օրինակ ձերը ամենայն հավաքածում Ղարսի բարբառն է, որը նույնպես հին բարբառ է, բայց ամենայն հավանականությամբ դուք չեք ամաչում ձեր բարբառից, թե ամաչում եք։ Ես նման բան չասեմ։ Մի ճշտում եմ, պարոն Կարապետյան, ընկերությունը, որի մասին ես հարցրեցի, այդ ընկերությունը, այսինքն Տաշիր կապիտալի մեջ է մտնում, ճիշտ հասկանում։ Ընկերություններ կան, որտեղ մենք սեփականություն ունենք, ես սեփականություն։ Ամենայն հավանականությամբ այդտեղ սեփականության բանով պետք է իրավաբանների հետ նայենք, սեփականության բան կա ուղղակի այդ մի հոդվածի մի կետի մեջ երևի ինչ որ սխալ են գրել։ Սխալմամբ նշել են ձեզ որպես Ռուսաստանի Երևի ավտոմատ ինչ որ բնույթ։ Դուք դա ճշտող թղթերի եք սպասում Ռուսաստանի։ Հա, դիմել ենք, արխային եղեք, այդպեսի խնդիր չկա։ Փաշինյանը անդրադարձել էր 20 թվականից է ձեր գրանցումը, այնտեղ այդպիսի նշում կար։ Ուրեմն հասկանալ դուք այս տարիների ընթացքում չեք հետևել այդ ընթացքին, այսինքն այդ փաստաթղթերին երբևէ չեք նայել եւ հիմա ձեզ համար նորություն էր այս ամենը։ Այդ անճշտությունը չեմ տեսել, ուշադրություն չեմ դարձրել, այդպեսի խնդիր չկա։ Արխային եղեք, նորմալ է։ Եվ դատի տալու հետ կապված, հա, բան Կարապետյան, դա երկար process է տևելու ըստ էության, միջև հայց ուսումնասիրեն, ընդունեն, նիստեր նշանակեն։ Այդ ապա միջոց անենք, բա ինչ անենք, ես ամեն օր այո, լսում եմ։ Արդյոք հնարավոր է, որ պարոն Կարապետյանի հետ կապված դրվագով այլ ապացույցներ, հա, փորձեք նաև Ռուսաստանից ստանալ, վերցնել, հրապարակել, հետո միջև ընդհանրապես դատի տակ Չէ, դատական process-ը մենք կդիմենք, այցի ապահովման միջոց կանենք, կփորձենք հոգեկան ավարտեմ, կփորձեմ
հոգեկան անհավասարակշռություն ունեցող այն անհատներին, ովքեր մեր հայրենիքում անգամ պաշտոններ են զբաղեցնում, շուտ աջակցություն տրամադրենք։ Ամեն օր թանկ է մեզ համար, որպեսզի այդ մարդիկ ունենան հավասարակշիռ վարքագիծ։ Եվ մյուս բանը ասեմ, մենք պետք է նաև աշխատենք մեր երկրում իրապես մեր երկրում վերջի տարիներում բավականին տարօրինակ դեպքեր են տեղի ունենում, երբ պատմականորեն ամեն տարի մի քանի Ադրբեջանից եւ Թուրքիայից գործակալներ էին հայտնաբերվում եւ պատահաբարորեն վերջի տարիներում Հայաստանում պարզվում է, որ չկա ադրբեջանցի կամ Ադրբեջանից կամ Թուրքիայից գործակալ։ Ուզում եմ ասեմ, որ մենք պետք է շեշտը դնենք, շատ կարևոր շեշտ պետք է դնենք, պարոն Կիրակոսյան, գործակալական ցանցի, թուրքական գործակալական ցանցի, ովքեր կրթություն են ստացել այնտեղ, ինչ որ ազդեցություն ունեն թուրքերը իրենց վրա վերանման, որովհետև դա մեծ վտանգ է ներկայացնում մեր թշնամի երկրի գործակալական ցանցը։ Բայց մամուլում այսօր գրվեց, որ ուժայիներին առաջադրվել է խստացնեն ձերբակալությունները ընդդիմադիրների դաշտում։ Կարծում եք ձեզ առաջադրվող այս տեղեկությունները այդ թվանի շրջանակում են։ Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առաջարկվել են ընդդիմադիրների դաշտում ավելի խստացնել այսպես ձերբակալությունները։ Կարծում եք ձեզ մեղադրվող այս փաստը ձերբակալություններից է։ Ժոր, քաղաքական ձերբակալությունները գործելավոճ է դարձել, բայց կարող եմ մի բան ձեզ ասել, որ մի քանի բանից ուշանում ենք, բայց ձեզ կարևոր բան ասեմ, դա ավելի է մարդկանց ոգևորում, փոխել է իշխանությանը, որովհետև նրանք սկսել են ուղղակի ձերբակալություններ իրենց քաղաքական հարցեր լուծել։ Հայաստանում, կներեք մեր ջան, Հայաստանում թմրամոլության շեշտակի աճ կա 3-4 անգամ։ Հանցագործությունների աջափնյակում բազմաթիվ կրակոցներ եղան, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին։ Անգամ դրանից հետո հայկական ոստիկանությունը գնում է երկկառավարության ղեկավարի հետևից, բռնում է ընդդիմադիրներին միայն, չի բռնում թմրանյութեր վաճառողներին, չի բռնում հանցագործության մեր երիտասարդներին դպրոցներում թմրանյութերի հետ ծանոթացնողներին, ոչ, հայ հասարակությանը մի բան ասեմ, մեր հասարակությանը երբեք դա բնորոշ չի եղել։ Հայ հասարակությունը միշտ թմրանյութերից, ես հիշում եմ հարևան երկրում, մեր հարևան, այնտեղ որտեղ ես էի ապրում, հարևան երկրում, ինչպիսի մակարդակ էր թմրամոլության եւ ինչպիսի ցածր մակարդակ էր Հայաստանում, հայ ընտանիքների զավակները երբեք դրան չեն գնացել, մեծի մասամբ 90%, 99%, սա նոր երևույթ է։ Հայաստանում բավականին քննադատել է, կներեք։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը ներողություն անդրադառնալով ուժեղ Հայաստանին, մասնավորապես գաղտնալսումների թեմայով, նաև անդրադարձել էր ձեր հայրիկին, նշելով, որ անգամ հարկ չի համարում իջնել եւ քայլել, նշելով, որ որովհետեւ իրենք քայլող չեն, քայլեցնող են, գումարը տալիս են մարդկանց, մարդիկ էլ գալիս քայլում են ձեր։ Իսկ ում է տվել, պարոն Փաշինյանը գիտի հայրս ում է տվել գումար։ Կարող է ինչ-որ բաներ գիտի իրան ընդհանուր Մի քիչ թող ում է տվել իմ հայրը գումար, պարոն Փաշինյան որտեղից գիտի։ Լավ, հարցը ուրիշ ձև ասեմ, հայրս երկար կանգնելու դեպքում ոտքի հետ կապված բան կա, դրա համար երկար կանգնելու տեղը նստում է։ Ձեր հայրը Նիկոլ Փաշինյանը Ես իմ հարց տալու հնարավոր դադարեցնեմ նոր էլի տամ հարցս գոչյունները Ասում եմ շատ բարձր է գոյությունները դադարեցնել նոր հարցս տամ։ Պարոն Կարապետյան, մի քիչ ուշ միացած ես, բայց եթե պատասխանել եք ներողություն, երկրորդ անգամ եմ տալիս հարցը։ Ինսայդեր պարբերականն է, որը երեք սկանդալային հրապարակումը տարածեց, թողարկեց։ Դուք այդ պարբերականին դատի տալու մտադրություն ունեք կամ արդեն համապատասխան գործընթաց սկսել եք, սա առաջին հարցը, եւ ձեր հորեղբոր FSB-ի աշխատակից լինելու հանգամանքը հերքելու համար արդյոք պատրաստվում եք հարցում զապրոս անել համապատասխան մարմին FSB։ Պետք է հարցումներ անենք։ Այնտեղից այո։ Մենք պետք է Մենք պետք է հարցում կատարենք եւ հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած Թուրքիայի ազդեցության տակ գտնվող
տարբեր գործիչների անցյալից, որպեսզի հնարավորություն ունենանք գործակալներին վեր անենք, մեր երկիրը այսօրվան բերողներին վեր անենք։ Դա առաջնային խնդիր է։ Ամենակարևորը, դուք վստահ մեր հասարակությունը կարող է վստահ լինել, որ մեր ընտանիքի անդամները մի զբաղվել են գործարարությամբ եւ գործարարությամբ էլ մենք մեր ապագան միշտ տեսել ենք։ Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական շրջանակներում ծվարած Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք այսօր նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ-թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք թե ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, մարդը մերժել է, որ Թուրքիայում կրթություն է ստացել, Ալեքսանյան Ալիկը հրապարակել է այդ մասին տվյալներ, որից հետո նա անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանի, թե ինչու է խաբել մեր հասարակությանը։ Շնորհակալ եմ։